Շնորհակալ եմ Տիկին Գալյան, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ըստ էության նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում ըստ էության դե յուրե վերացվում է ես ծանոթված չեմ հասկացությունը, դե յուրե, դե ֆակտո չգիտեմ ինչքանով, բայց դե ֆակտոյի մասին էլ Տիկին Գալյանը նշեց բոլոր հնարավոր տարբերակներով, այսինքն օբյեկտիվորեն, եթե օբյեկտիվորեն եւ ողջամտորեն նայենք այս սխեմային, ըստ էության տարբերակ չկա, երբ որ մարդը նաև դե ֆակտո ծանոթված չլինի։ Խնդիրն այն էր, որ միջևի մենք բազմաթիվ իրավիճակների հետ ենք բախվում, երբ որ մարդը դե ֆակտո ծանոթված լինելով, ըստ էության պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանոթված է, ամենատարբեր խնդիրներ է սա առաջացնում եւ կարծում եմ շատ էական եւ կարեւոր փոփոխություն է, բայց այս համատեքստում հարցը, որը ծագում է, հետեւյալն է, հիմա մենք պաշտոնական քաղաքացու, պաշտոնական էլեկտրոնային փոստի գեներացումը ինչպես ենք պատկերացնում, այսինքն ասացիք, որ կառավարության որոշմամբ մենք սահմանելու, բայց կարծում եմ այսօրվանից պետք է մենք արդեն հստակ գծագրենք եւ պատկերացում ունենանք, թե ինչպես է այդ համակարգը աշխատելու։ Մենք արդեն ունենք հստակ պատկերացում եւ աշխատում ենք ոլորտի մեր գործընկերների հետ, այս պահին հանրային ծառայության համարանիշի հիման վրա էլեկտրոնային փոստերի հետ կապված է աշխատանքը իրականացվում եւ այն հարթակը, որի մասին որ խոսեցի, ըստ էության այսօր էլ կա, բայց թույլ տվեք անունը չհնչեցնել եւ սպասել կառավարության որոշման ընդունմանը։ Իհարկե, ես ուզում եմ շեշտել, որ սա առաջին քայլն է, որը արվում է այս ոլորտում, որպեսզի էլեկտրոնային ծանոթման համակարգը սկսի գործել, հետո մեր ոլորտի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականում ավելի ճկուն է դառնալու եւ ավելի հարմար քաղաքացու օգտագործման տեսանկյունից։ Այսինքն մեր խնդիրն այն է, որ ապագայում, երբ գործի համապատասխան հարթակը, բոլորը իրենց ծանոթությունները ստանան էլեկտրոնային եղանակով, ճակերտների մեջ լինի դա պարտադիր, որպեսզի հաջորդ քայլերը այլևս չգործեն։ Խոսքը հիբրիդ փոստի եւ ազդարար EM-ի մասին է։ Ես կարծում եմ, որ այս գլխից պետք է մտածել, որ նաև բջջային հավելված պետք է ունենա, որպեսզի նաև բջջային հավելվածների վրա մարդիկ կարողանան ներբեռնել եւ այդ ծանոթություն ստանալու պահին, այսինքն ծանոթվեն իրենք, որ հաղորդագրություն կա, որպեսզի նայեն, իհարկե այն դեպքերում, երբ որ իրենք ուզենալու են ծանոթվեն, եթե չեն ուզենալու, այդ արդեն ուրիշ պատմություն է, դա արդեն այլ տրամաբանությամբ կլուծվի։